Ներքևից եկող ճանապարհը ահավոր խցանման մեջ է, ձորը խցանման մեջ է, վերևից եկողը խցանման մեջ է։ Կիևյան կամրջի հիմնանորոգումն ավելի է սրել խցանումների խնդիրը Երևանում։ Այլընտրանքային ճանապարհին էլ շինարարություն է, ինչը կոլապս է առաջացրել ամբողջ քաղաքում։ Բողոքում են գրեթե ամբողջ օրը խցանումների մեջ անցկացնող մարդիկ։ Զուգահեռ ճանապարհ կա Կիևյան կամրջին, որ անցնում է Հրազդանի կիրճով, որտեղ դարձյալ վերանորոգում։ Այսինքն խելացի պիտի լինել։ Ինչո բան ձեռնարկելիս պետք է հաշվարկներ անել, պլանավորել, ինչից հետո ինչը պիտի արվի, թե չէ։ Ասում եմ, Կիևյան կամրջի անվտանգությունը դա շատ կարևոր խնդիր է, բայց այս ձևով լուծել անտրամաբանական է մեղմ ասած։ Քաղաքացիները համաձայն են, կամուրջը պետք է նորոգել, բայց նախքան դա անելը անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկներ անել։ Փուլային լուծումներ լինեն, չի կարելի ամբողջական փողոցներ փակել եւ խցանումների տեղիք տալ։ Քաղաքապետարանը պիտի լրջորեն զբաղվի ոչ թե մատների արանքով, այսպես արագ շուտափույթ վերանորոգումներ անել, չգիտեմ ինչի, այդպես Կա խնդիր ու չկա լուծում այս պահին, որովհետև ոչ թե պետք էր մոստը փակել, հետո հասկանալ ինչպես կարելի է խցանման խնդիրը լուծել, այլ պետք է ի սկզբանե պլանավորվեր խնդրի լուծումը, նոր հետո մոստը փակվեր։ Կամրջի հիմնանորոգման տեմպը գոհացնում է Երևանի քաղաքապետին։ Ավինյանը հայտարարել է, որ բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար կապալառուներին հանձնարարել է աշխատանքային գրաֆիկն այնպես կազմակերպել, որ աշխատանքները չդադարեն, անգամ հանգստյան օրերին։ Բայց անցած կիրակի կամրջի վրա աշխատանքներ չեն արվել։ Մարդիկ համոզված են, քաղաքապետարանը չի տեղավորվելու սահմանված ժամկետում եւ օգոստոսի 29-ին Կիևյան կամուրջը պատրաստ չի լինելու։ Ի սկզբանե, երբ որ լսեցի այդ ժամկետը, վստահ էի, որ տվյալ ժամկետում չեն հասցնելու, հաշվի առնելով մեր երկրում բոլոր պրոցեսները։ Կիևյան կամուրջը Երևանի առնվազն 3 վարչական շրջան է կապում կենտրոնին։ Ավանդական դաժան խցանումներն ավելի են խտացել շրջանցող Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին։ Ինչպես քաղաքացիներն են կեսկատակ, կես լուրջ ասում, չհաշվարկված հիմնանորոգման պատճառով, եթե առաջ Երևանում գոնե ուշացած էին տեղ հասնում, հիմա առհասարակ չեն հասնում։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան և Էլեն Յահինյան, Հայլուր։